Եթե այս երկիրը գործընթացին, ես իմ ասկանունը փոխելու եմ։ Կարո Քաղքեջյան, Սպիտակ Արջ, Խաչակիրներ ջոկատի հիմնադիր ու հրամանատար։ Միացյալ Նահանգների քաղաքացին Արցախում մարտնչում էր հանուն վերածնված անկախ Հայաստանի։ Կարո Քաղքեջյանը ծնվել էր 1962 թվականի մարտի 24-ին Հալեպում, խոշոր ձեռներեց Հայկ Քաղքեջյանի ընտանիքում։ Կարոյի պապենական տները մնացել էին Արևմտյան Հայաստանում, Մուշում ու Կիլիկիայում։ Քաղքեջյանների տոհմի գլխավորին Սահակին դեռ երիտասարդ տարիքում Ասլան առյուծ էին կոչել իր ուժի եւ խիզախության համար։ Ասլան պապը մինչև վերջին հնարավորությունը թուրքերից պաշտպանել էր Կիլիկիայում գտնվող իր տունը։ Նրա որդին Հայկը երազում էր վերադարձնել պապերի կորցրած հարազատ օջախը եւ դրոյի թիկնապահն էր եղել։ Կարոն փայլուն կրթություն ստացավ Գերմանիայում, ինժեների մասնագիտություն ձեռք բերելով, բայց իր մեջ մարտիկ էր դաստիարակում։ Նա հիանալի մարզված էր, գերազանց կրակում էր, ուսումնասիրել էր զենքի շատ տեսակներ եւ մարտավարություն։ Արսնացուի հետ Սայաթ Նովայի պողոտայով քայլելիս Կարոն հանկարծ մի ուազիկ տեսավ, որի մեջ նստած էին կամուֆլյաժ հագած մորուքավոր զինված երիտասարդներ։ Կարոն կանգնեցրեց նրանց, հարց ու փորձ արեց, ովքեր են եւ ուր են ուղևորվում, ու նրանց հետ գնաց Նոյեմբերյան։ Այստեղ մասնակցելով մարտական գործողություններին, նա վերջնականապես հասկացավ, ինչ է կատարվում հայկական հողում, իսկ գլխավորը ինչ պետք է անի ինքը հիմա։ Ամերիկայից գալու ճանապարհին ինքնաթիռում նրանք ծանոթացան Պարքև Սրբազանի հետ, որին արդեն լավ գիտեր ողջ աշխարհի հայությունը։ Կարոն Սրբազանին պատմեց իր ծրագրերի մասին եւ խնդրեց օգնել։ Այդ օրվանից Պարքև Սրբազանը դարձավ նրա հոգևոր ուսուցիչը, խնամակալն ու հովանավորը։ Շատ անուններ ես առաջարկեցի, բայց Կարոն ասեց, ասեց խաչագիրներ տնենք եւ ոչ թե որովհետեւ մենք իսլամի դեմ ենք, այլ բաբական է դաս խաչագնտվող մարդիկ ենք։ Ջոկատի հավաքագրումը տեղի էր ունենում Երևանում։ Կարոն անձամբ էր ստուգում յուրաքանչյուր տեխնացուի։ Խաչակիրներ ջոկատը մեծ չէր, ընդամենը 2 տասնյակ մարդիկ, բայց այնպիսի ուժեղ տպավորություն թողեց, որ այն Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի հատուկ նշանակության ջոկատ դարձրին։ Ջոկատի կնքահայրը դարձավ Պարքև Սրբազանը, իսկ լավագույն ընկերն ու օգնականը Ամարասի Արթուրը։ Խաչակիրներն իրենց գոյության առաջին օրերից պարուրված էին գաղտնիության քողով ու լեգենդներով։ Ջոկատն իսկապես կատարում էր պաշտպանության կոմիտեի գաղտնի առաջադրանքները։ Չնայած 92-ի ամռանը ամենածանր օրերին Ադրբեջանը հարձակվում էր ամբողջ ճակատով, խաչակիրներն իրենք էին թշնամու վրա հարձակվում։ Խարվաճարի ազատագրումից շատ առաջ Կարոյի մարտիկները մի քանի հարված հասցրին այնտեղ տեղակայված զորքերին։ 92-ի աշնանը ջոկատը մարտնչում էր հակառակորդի թիկունքում, որը փորձում էր փակել կյանքի ճանապարհը Լաչինում։ Մարտերի դադարներին Կարոն մեկնում էր Միացյալ Նահանգներ, Ամերիկա հայերին պատմում ճշմարտությունը պատերազմի մասին, Ղարաբաղի համար օգնություն էր հավաքում։ Նախապատրաստվում էր ամենակարևոր ու պատասխանատու գործողություններից մեկը՝ Մարտակերտի ազատագրումը։ Խաչակիրները պետք է մխրճվեին թշնամու առաջավոր դիրքեր, գրավեին դրանք եւ բացեին գրոհող մյուս ջոկատների ճանապարհը։ Հունիսի 26-ի վաղ առավոտյան 8 խաչակիրներ գրոհեցին բարձունքը։ Հարվածն այնքան հանդուգն էր, որ ադրբեջանցիներին թվաց, թե իրենց վրա մի մեծ ջոկատ է գրոհել, եւ խուճապահար նահանջեցին, իսկ եթերում հնչեցին Կարոյի խոսքերը. «Բարձունքը վերցված է, սկսեք գրոհը», բայց ինչ-ինչ պատճառներով օգնությունը ուշացավ։ Կարոյին Սպիտակ Արջ էին անվանում նաեւ սպիտակ հագուստ սիրելու համար։ Սպիտակ էր զրահաբաճկոնը, որը Կարոն հագնում էր մարտում, բաց գույնի էր եւ պապի գլխաշորը։ Այդ նշաններով թշնամին նրան հետամուտ եղավ։ Սպիտակ Արջը լեգենդ դարձավ, գեղեցիկ ու իրական։ Նրանով պետք է հպարտանա յուրաքանչյուրը, ով իրեն հայ է համարում այս հողի վրա։ Hey!